ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի $600 միլիարդ ներդրման վերաբերյալ։ Փաստաթղթերը ստորագրվել են մայիսի 14-ին Ռիադում եւ ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը, հայտնել են Սպիտակ տանը։ Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում եւ առողջապահական ծրագրերում։ Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են $142 միլիարդ արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների եւ սարքավորումների մատակարարում Ռիադին, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում եւ աջակցություն։ Բելգրադը հավատարիմ է Եվրամիությանը միանալու նպատակին եւ ցանկանում է արագացնել այդ գործընթացը, հայտարարել է Սերբիայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման շրջանակում։ Ալեքսանդր Վուչիչը նշել է, իր երկիրը ցանկանում է ավելի շատ բանակցություններ վարել միության հետ։ Նա խոստացել է, որ Սերբիայի կառավարությունը կաշխատի եվրոինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ մթնոլորտն այդքան էլ լավը չէ։ Մայիսի կապակցության Մոսկվայից պատճառով այնուամենայնիվ հուսով եմ Եվրոպան կտեսնի մեր գրանցած առաջընթացը, նշել է Վուչիչը։ Անտոնիո Կոշտան էլ հայտարարել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել Բելգրադ-Պրիշտինա երկխոսությանը։ Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ եվրոպական կողմի անվտանգային քաղաքականության համար կարևոր է Ուկրաինայում խաղաղությունը եւ այդ հարցում Կիևին աջակցելը։ Շվեյցարիայում կայացած հանդիպումներից հետո Միացյալ Նահանգները եւ Չինաստանը բեկումնային առևտրային եւ տնտեսական համաձայնագրեր են կնքել, սակայն մանրամասները դեռևս չեն համաձայնեցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք հանգստյան օրերին Չինաստանի հետ բեկումնային համաձայնության հասանք։ Երկկողմ ներդրումային ֆորումի ժամանակ ասաց Սաուդյան Արաբիայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա ելույթը ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով։ Մենք պետք է համաձայնության գանք փոքր մանրամասների շուրջ, խոստովանել է Թրամփը։ Նա պնդել է, որ ձեռքբերված համաձայնագրերի համաձայն Չինաստանը ըստ էության համաձայնել էր լիովին բացել իր շուկաները ամերիկյան բիզնեսի համար։ Այնուամենայնիվ Չինաստանը համաձայնել է բացվել Միացյալ Նահանգների առջև առևտրի եւ մնացած ամեն ինչի առումով, կարծում է Սպիտակ տան ղեկավարը։ Բայց նրանք դեռ պետք է դա անեն, կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հավելել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկվել են Թուրքիայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունները, Ռուսաստանի դաշնության եւ Ուկրաինայի հակամարտությունը, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան իր դաշնակիցներից համագործակցություն է ակնկալում ահաբեկչության դեմ պայքարում։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելու համար։ Թուրքական կողմից հանդիպանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը եւ նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիվ Քլաչը։ Եվրոմեդիա 24-ի տեղեկություններով Ստամբուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ տեղեկությունների արդեն Ստամբուլ են ժամանել երկու երկրների նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը եւ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիտկովը։ Իսկ ռուսական կողմը, ինչպես հայտնի է, դեռևս չի հրապարակել իր պատվիրակության կազմը։ Կրեմլը կհայտարարի Ստամբուլում կայանալիք բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը, հենց որ նախագահ անհրաժեշտ համարի, հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կմեկնի Ստամբուլ, որտեղ մայիսի 15-ին նախատեսված են Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի բանակցությունները, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի բանակցություններին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հրադադարի հաստատումից հետո։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Այո, իհարկե, ես դա կանեմ թափանցիկ ձևով Զելենսկու եւ եվրոպացի գործընկերների հետ համակարգված։ Նրա Պուտինի հետ երկխոսությունը անհրաժեշտ է։ TF1-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ է բանակցել Ռուսաստանի առաջնորդի հետ հրադադարի դեպքում։
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դատապարտում է Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում։ Մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ։ Մերձավոր Արևելքը եւ աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ հանձնառությունը վերջ տնելու անցյալի հակամարտություններին եւ կառուցելու նոր գործընկերություններ, ավելի լավ եւ ավելի կայուն աշխարհի համար։ Նույնիսկ եթե մեր տարաձայնությունները կարող են խորը լինել», ասել է Թրամփը։ Սակայն եթե Իրանի ղեկավարությունը չհամաձայնվի, Միացյալ Նահանգները այլ ընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճշմարտ քաղաքականությունը եւ ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, նշել է ամերիկացի առաջնորդը։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում վերսկսվել են զինված բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի եւ կայունության աջակցության ապարատի միջև, հայտնում է Al-Wasat-ը։ Հրատարակության տվյալներով մարտերը սկսվել են Լիբիայի նախագահական խորհրդում SSA-ի ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիքլիի լիկվիդացումից հետո։ Նա սպանվել է Տրիպոլիի ռազմական շրջանի 444-րդ բրիգադի շտաբում, որից հետո բրիգադը հրաման է ստացել գրոհել SSA-ի շտաբը եւ անցնել հարձակման։ SSA-ի ուժերը տեղակայվել են քաղաքի մուտքերի մոտ, ներառյալ դեպի Միտիգա միջազգային օդանավակայան տանող ճանապարհը եւ դեպի իրենց շտաբ։ Ականատեսները հայտնել են դեպի Միտիգա զսպող ուժերի եւ դատական ոստիկանության ռազմական շարասյունի շարժման մասին։ Ռուսաստանում ԱՄՆ-ի եւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ է նախատեսված, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա զերծ է մնացել բանակցությունների կոնկրետ ժամկետը նշելուց, ասելով, որ դա կախված է նրանից, թե ինչպես կիրականացվեն մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կախված նրանից, թե ինչպես կիրագործվեն ամերիկացիների հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կորոշենք, թե երբ է լավագույն ժամկետը բանակցությունների այս նոր փուլն անցկացնելու համար, ասել է Ռյաբկովը։ ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը հայտնում է, որ Մոսկվայում երեկոյան անձրևի պատճառով խցանված երթևեկություն է եղել։ Քաղաքի որոշ վայրերում անձրև է գալիս, հոսքի միջին արագությունը 22 կմ/ժ է, հաղորդում է գերատեսչությունը։ Տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով երթևեկության վրա ազդում են եղանակային պայմանները, տեղական սահմանափակումները, ճանապարհների նորոգումը եւ մանր վթարները։ Yandex Maps ծառայության տվյալներով մայրաքաղաքի ճանապարհների խցանումները գնահատվում են 8 բալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից մինչև 21:30 ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։ Որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենին նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո, առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին, ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են Երևանում գտնվող տարածք եւ հողամաս։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հերթական հատիկ առ հատիկ շարքի տվյալները, որով ներկայացնում է, թե ինչ գույք կամ որքան գումար է վերադարձվել պետությանը։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը եւ բնակավայրերի նշանակություն ունեցող հողամասը, որպես ապօրինի ձեռք բերված գույք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն 847 հազար 411 դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սրբազան պայքարի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր վայրերում իրականացնել «Չեմ վստահում» ակցիաներ։ Նրանք այս անգամ Արշակունյաց պողոտայում պաստառ են կախել «Չեմ վստահում» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գրությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես ՀՀ կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Մայիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ Ստամբուլում հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Ստամբուլում բանակցային գործընթացի սկզբունքային կառուցումն ակնհայտ է։ Կամ մի մարդ, ով որոշում է կայացնում Ուկրաինայի կողմից եւ համապատասխանաբար կամ մի մարդ, ով որոշում է կայացնում Ռուսաստանում։ Մնացածը ֆորմալ ներկայություն է, հայտարարել է Պոդոլյակը։ Նրա կարծիքով ավելի ցածր մակարդակի հանդիպումներն ավելի քիչ արդյունավետ են եւ անիմաստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է Իսրայելին, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասնակիցների թվից։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ ԱՄՆ-ն շարունակում է անակնկալներ մատուցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հեռացնելով Իսրայելին նրա կնքած գործարքներից։ Հաջորդ քայլը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի հետ հնարավոր քաղաքացիական միջուկային գործարքը, որը կշրջանցի Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման նախնական առաջարկը Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջև պաշտպանական դաշնագրի դիմաց, ասված է հաղորդագրության մեջ։ Պարբերականի կարծիքով դրա պատճառը Գազայի հատվածում ռազմական գործողության վերսկսման Իրանի պլաններն են։ Առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության անհնար է հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ոչ մի գործարք չի լինի առանց նախագահ Պուտինի հավանության, ասել է նա, հավելելով, որ պետք է խոսել այս հակամարտության ցանկացած շահագրգիռ կողմերի հետ։ Ուիթքոֆը նշել է, որ կապի մեջ է ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների հետ։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցին, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Լեռնային Ղարաբաղում կրոնական օբյեկտները մնում են սպառնալիքի տակ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Ընդգծվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Փետրվարին ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը այցելել էր Ադրբեջան, ուսումնասիրելու երկրում կրոնական ազատության վիճակը եւ հանդիպելու կրոնական համայնքների ներկայացուցիչների, իրավապաշտպանների եւ պետական պաշտոնյաների հետ։ 2025 թվականի իր տարեկան զեկույցում հանձնաժողովը խորհուրդ է տվել ԱՄՆ պետդեպարտամենտին ներառել Ադրբեջանը հատուկ դիտորդական ցուցակում կրոնական ազատության լուրջ խախտումների համար, ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի փոխարեն կկենտրոնանա Եվրոպայի երկրների վրա, ավելի կայուն աջակցություն ստանելով ակնկալիքով։ Այս մասին հայտնում է Spectator պարբերականը։ Սպիտակ տան բարեհաճությունը ստանալու կամ Կրեմլի հետ բացահայտ սիրախաղ անելու փոխարեն Զելենսկին այժմ ձգտում է միասնական եվրոպական աջակցություն ստանալ, ասվում է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ հրատարակությունն ընդգծում է, որ Կիևի եւ Մոսկվայի միջև Ստամբուլում հնարավոր բանակցությունները ամենայն հավանականությամբ կօգտագործվեն Զելենսկու կողմից ոչ թե հակամարտության կարգավորման համար, այլ Ռուսաստանին որպես անհաշտ կողմ ներկայացնելու նպատակով։
Հռոմի Լևոն 14-րդ պապը ծրագրում է այցելել Ուկրաինա, այս մասին հայտում է իտալական La Repubblica թերթը։ Հոդվածագիրը նշում է, որ նոր պոնտիֆիկոսը մտադիր է այցելել նաև Թուրքիա եւ Պերու։ Այս երեք նահանգները կլինեն առաջիններից, որ կայցելի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընտրվելուց հետո։ Մայիսի 12-ին Հռոմի պապ Լևոն 14-րդը Վատիկանում ասուլիս է անցկացրել համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, հանդիպման ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոսել է իր քաղաքալության շրջանի հիմնական ծրագրերի ու նպատակների մասին։ Նա նաև կոչ է արել դադարեցնել բևեռացնող բառերի պատերազմը, որը բաղկացած է կուսակցական եւ գաղափարական հարձակումներից եւ ատելությանը տեղ չթողնել։ Ֆիլիպինների Նեգրոս կղզում գրանցվել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկի Կանլաոնի ժայթքումը։ Այս մասին հայտնել են Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի մասնագետները։ Ինստիտուտի տվյալներով մոխրի սյունը հասել է մոտ 4.5 կիլոմետր բարձրության։ Ինչպես նշել են փորձագետները, ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 02:55-ին եւ տևել մոտ 5 րոպե։ Արդյունքում հրաբխի խառնարանի վրա ձևավորվել է հզոր մոխրագույն ամպ։ Դրա հետ կապված քաղաքացիական ավիացիայի իշխանությունները առաջարկություններ են ստացել օդաչուների նախազգուշացնելու գագաթին մոտ թռչելու վտանգի մասին, քանի որ հրաբխային մոխիրը կարող է վտանգ ներկայացնել ինքնաթիռի շարժիչների շահագործման համար։ Էստոնիան Եվրամիության չօգտագործված միջոցներից 200 միլիոն եվրո կուղորդի ազգային պաշտպանությունը կառուցելու համար, հայտում է RRR-ը։ Կառավարությունը հաստատել է որոշումը 200 միլիոն եվրոն Եվրամիության միջոցներից, որոնք այլ ոլորտներում չօգտագործված են, առաջիկա տարիներին պաշտպանություն ուղղելու մասին ասվում է հեռարձակողի հայտարարության մեջ։ Ինչպես RRR-ին ասաց Էստոնիայի պաշտպանության նախարարության ազգային պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Օլիվեր Տուրը, այսպես կոչված Եվրամիության համախմբան հիմնադրամներից միջոցները ամենայն հավանականությամբ կուղվեն ի թիվս այլ բաների պաշտպանական ենթակառուցվածքների եւ ռազմական ուսումնական կենտրոնների կառուցմանը։ Պաշտպանության նախարարությունն այս առաջարկները կներկայացնի կառավարությանը, որը մինչև մայիսի վերջ վերջնական որոշում կկայացնի միջոցների օգտագործման վերաբերյալ։ Իշխանությունները կարող են նաեւ միջոցներ ուղղել երկրի հարավում գտնվող Պյառն ու Գավառում պաշտպանական արդյունաբերության պարկի կառուցմանը, ասել է Տուրը։ Այն ընկերությունները, որոնք արտադրություն կիրականացնեն այգու տարածքում, կընտրվեն օգոստոսին, իսկ համալիրը պետք է սկսի գործել 2027 թվականին, նշում է RRR-ն։ Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ, ով պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Մայիսի 14-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ, ով պաշտոնական այցով կայցելի մեր երկիր։ Նախատեսվում է հանգամանալից քննարկել երկկողմ քաղաքական եւ առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր, նախանշել ռուս-մալայզիական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ, ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի հետ պատերազմից հետո Պաղեստինից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար։ Այս կարծիքը կիսել է Պաղեստինի ազգային էկոնոմիկայի նախարար Մոհամմեդ Ալ-Ամուրը, հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը։ Պատերազմի ավարտից հետո մեզանից 15 տարի կպահանջվի նորմալ կյանքի վերադառնալու համար, ընդգծել է Ալ-Ամուրը։ Նա նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, պաղեստինցիները տոկունություն են ցուցաբերում։ Նախարարի խոսքով Պաղեստինի ժողովուրդը չի պարտվի, որքան էլ տևի օկուպացիան։ Եվրոպական առաջնորդները կսպասեն Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներին, նախքան Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։ Գործակալության զրուցակիցների տվյալներով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում երկուշաբթի պարզ է դարձել, որ Վաշինգտոնը մտադիր է սպասել Ստամբուլում Մոսկվայի եւ Կիևի միջև հնարավոր հանդիպման արդյունքին, նախքան սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։ Եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Զելենսկու հետ հանդիպումից, եվրոպական առաջնորդները կոչ կանեն Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել։ Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ Միացյալ Նահանգները հստակ պատասխան չի տվել, թե արդյոք պատրաստ
է նոր սահմանափակումներ մտցնել։ Հավանականություն կա, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Ստամբուլում կարող են անարդյունք ավարտվել, բայց նույնիսկ եթե դրանք հաջող ընթանան, առանց Միացյալ Նահանգների լուրջ արդյունքների հասնել չի ստացվի։ Այդպես է կարծում Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։ Աշխարհաքաղաքական այս մեծ խաղի շատ խաղացողների համար հարմար է ձևացնել, թե Կիևն ունի իր սուբյեկտիվությունը։ Այս առումով ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք ստիպված ենք լինելու ամենալուրջ խաղացողների հետ քննարկել սկզբունքային բաները։ Դրանց թվում անկասկած կա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա մերձավոր շրջանակը, ասել է Կլիմովը։ Նա հավելել է, որ հենց այդ պատճառով Թրամփը չի թաքցնում Ստամբուլ բանակցությունների գալու իր մտադրությունը։ Պաշտոնյան նաև նշել է, որ հավանականություն կա, որ բանակցությունները կարող են ոչինչով ավարտվել, քանի որ շատերը կցանկանային խափանել այդ բանակցային ուղին, այդ թվում Լոնդոնը եւ Բրյուսելը։ Կիևի ռեժիմը չի ցանկանում ընդունել իր պարտությունը եւ հավատում է եվրոպացի առաջնորդների խոսքերին, որոնք պնդում են, որ կարող են աջակցել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է ֆրանսիական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից եւ հետախուզության ոլորտում հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էրիկ Դենեսենը։ Ուկրաինայի կառավարությունը խաբում է իրեն մասնավորապես որոշ եվրոպացիների դիրքորոշման շնորհիվ, որոնք միջոցներ չունեն Կիևին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար Միացյալ Նահանգների լիակատար հեռանալու դեպքում, ընդգծել է նա։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ֆոնին Կիևը հրաժարվում է ընդունել իր պարտությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմացել է Գերմանիայի իշխանությունների լռությունից, որոնք այս պահին որևէ կերպ չեն մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը, որոնք կասկածելի առարկաներ են թաքցրել լրագրողներին տեսնելիս։ Նրա խոսքով գերմանական կողմի մեկնաբանությունների բացակայությունն ինքնին խոսում է։ Այս իրավիճակում ամենաուշագրավը Բերլինի լռությունն է, որը որոշել է ռիսկի չդիմել եւ պարզապես նստել տանկի կամ բունկերի մեջ, ինչպես իրենք են սիրում, հայտնել է Մարիա Զախարովան։ Ընդ որում դիվանագետը նշել է, որ Ելիսեյան պալատն անմիջապես արդարացել է Ֆրանսիայի ղեկավարի համար, հայտարարելով, որ տեսահոլովակում նրա կողքին ոչ թե սպիտակ կապոց է դրված, այլ անձեռոցիկ։ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումն ուղղված է հակամարտության շարունակմանը եւ տարբերվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մոտեցումից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եվրոպայի մոտեցումը հավասարակշռված չէ, ուղղված է պատերազմի շարունակմանը եւ կտրուկ հակադրվում է այն մոտեցմանը, որը ցուցադրում են Մոսկվայում կամ Վաշինգտոնում, նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ Եվրամիությունը Ուկրաինայի կողմից է, ուստի չի կարող հավակնել բանակցային գործընթացում հավասարակշռված մոտեցման։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Եվրամիության մի շարք երկրների եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն Ռուբիոն զրուցել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում հրադադարի եւ խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին առանց նախապայմանների։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է, որ Մոսկվան նախկինում բազմաթիվ առիթներով հրադադար է հայտարարել, որոնք հետևողականորեն խախտվել են Կիևի ռեժիմի կողմից, այդ թվում ամենավերջին երրորդյա հրադադարը, որը հաստատվել է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները եւ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը։ Ռուսաստանը եւ Վենեսուելան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ասել է նախագահը Վենեսոլանա դե տելևիզիոն հեռուստաալիքի Մադուրո Պլյուսով հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը ամփոփում է 24 տարվա համագործակցությունը համատեղ աշխատանքի բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է, որ երկկողմ բանակցություններն ու հանդիպումները նոր սկիզբ են տվել Ռուսաստանի եւ Վենեսուելայի ամենաբարձր ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաեւ իր եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Պաղեստինի արմատական համաշարժման գրոհայիններին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Համասի ահաբեկիչներին, որոնք գործում էին Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրում տեղակայված հրամանատարության եւ կառավարման կենտրոնից։ Այս համալիրը օգտագործվել է ահաբեկիչների կողմից իսրայելցի զինվորների եւ խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություններ ծրագրելու եւ իրականացնելու համար, ասել է մամուլի ծառայությունը, չնշելով թիրախ դարձած արմատականներին։ Մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ հարվածներից առաջ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, այդ թվում ճշգրիտ զինամթերքի կիրառում, օդային հսկողություն եւ լրացուցիչ հետախուզական տվյալների հավաքում։ Մարտ ամսին իսրայելական զինվորականները մի շարք ավիահարվածներ էին հասցրել Նասերի համալիրին, ինչի հետևանքով սպանվել էր Համասի քաղաքական բյուրոյի առանցքային գործիչը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպման աջակցելու համար։ Այս մասին ասված է պետդեպարտամենտի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Դրանից հետևում է, որ Ռուբիոն եւ Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները հյուրընկալելու եւ աջակցելու համար եւ ողջունել կրակի անհապաղ դադարեցման հնարավորությունը։ Բացի այդ, անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Անտալիայում մայիսի 14-ից մայիսի 15-ը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել էր Կիևի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին առանց նախապայմանների։ Ուկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի։ Մեջբերում է Թուրքիայի նախագահի գրասենյակը նրա խոսքերը։ Էրդողանի վարչակազմը նշել է, որ նախագահը չափազանց կարևոր է համարում, որ Մոսկվան եւ Կիևը ձգտեն վերսկսել ուղիղ բանակցությունները եւ որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս գործընթացի բոլոր փուլերում։ Էրդողանը ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում խաղաղ բանակցությունների համար, հավելել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Չինաստանն ու Բրազիլիան համատեղ հայտարարեցին ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ 6 կետից բաղկացած կոնսենսուսի մասին, որին դրական արձագանքեցին ավելի քան 110 երկրներ։ Ինչպես նշել է Սի Ցինփինը, Չինաստանի իշխանությունները մտադիր են Լատինական Ամերիկայի երկրների հետ միասին խոհեմությամբ եւ ուժով նպաստել միջազգային հրատապ խնդիրների լուծմանը։ Չինաստանը եւ Լատինական Ամերիկան դարձել են ճակատագրական համայնք, որի անդամները սերտորեն համագործակցում են միմյանց հետ, եզրափակել է նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը խոսելով նախորդ շաբաթ ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես, որ ընդդիմադիրներին ասել էր համբալ, падգամավորը նշել է, թե տեղի ունեցածը սադրվել է ընդդիմադիրների կողմից։ Տեղի ունեցավ վեճ լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում։ Վարչապետի դեպքում նման պորտկումներ կարող են լինել 1000-ից մեկ անգամ։ Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, ասել է Եղոյանը, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դժվար ներողություն խնդրի։ Գործարարները բողոքի ակցիա էին իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց, պահանջելով վերջ դնել հայ արտադրողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի գեզի անցակետում։ Փորձաքննություն իրականացնելու պատրվակով բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում։ Այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում, դժգոհեն են ակցիայի մասնակիցները։ Նրանք նաև նշել են, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել, որպիսի խնդիրը լուծվի։ Քանի որ եթե նախկինում օրվա ընթացքում 4-ից 7 մեքենա բեռ են արտահանել, ապա այս պահի դրությամբ արտահանումները դադարեցվել են։
Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ եւ կարկուտ։ Երևանում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 13-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Մայիսի 16-ից 3-ը 17-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 17-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից 3-ը 14-ին աստիճանաբար կնվազի եւս 3-ից 6 աստիճանով, 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։